Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին Տերը մեզ հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ խոսքերը մեզ փոխանցելու իր Սուրբ մեկնություններով, շատ շատերը կմեկնեն, բայց Պետրոս առաքյալն ասում է տգետներն ու անգրագետները, Պողոսի կողմից գրած, որ հոգով գրել է, դժվար իմաց խոսքերը ծուռը կմեկնեն իրենց անձի կորստի համար։ Դրա համար շատ հովիվներ, որ գիտեն, իրենք ծուռն են մեկնում, հանց չեն առես մանրակրկիտ սերտողությունը անել եւ տեղադրել, որ այդ գառնողները որքան էլ շատանան, հազարներ դառնան, բացեն այդ Հովսեփի շտեմարանի դռները տան ու կերակրվեն, ամեն։ Իսկ որ մեզի Տերը հայտնեց, որ մենք Հովսեփի գործն ենք անում երկրի վրա, վերջին օրերում, որ սովը պետք է պատի ամբողջ աշխարհը։ Եվ ասեց այդ հոգևոր ծորենը կուտակի լից ամբարները, որ հետագայում գառներն ինչքան էլ շատանան, գան այդ ծորենը տանեն, ուտեն, ապրեն իրենք եւ իրենց ընտանիքներն, ամեն։ Հիմա դրա համար էլ Աստծո ժողովուրդ, մենք հանձն ենք առել, որ այս մանրակրկիտ սերտողությունը ձեզ փոխանցենք, որ մենք ննջենքել կամ հափշտակվենք շատերը մնան երկրի վրա, դուք կարաք այս շտեմարաններից օգտվեք մինչև հազարամյա թագավորություն, ամեն։ Թող փառավորվի Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն այսօրվա սերտողության թեման է Երեմիա 11-րդ գլխից սկսած։ Երեմիա 11-րդ գլուխ։ Աստծոյ ուխտը, ժողովրդի ուխտազանցությունը, Երեմիայի կյանքը վտանգում։ Ամենամոտ հարազատներն վտանգ պատճառում, ուզում վնասել Երեմիային։ Դրա համար մենք շատ զգուշ լինենք համ շատ մարմնավոր բարեկամներից, համ էլ շատ հոգևոր թվացող բարեկամներից, ամեն։ Այն խոսքն է սա, որ եղավ Երեմիային Տիրոջ կողմանե ասելով. լսեցեք այս ուխտի խոսքերը եւ ասեցեք Հուդայի մարդկանցը եւ Երուսաղեմի բնակիչներին։ Եվ դու Երեմիա, գրած չի, բայց մեկնում եմ, էլի որ հասկանաք իշնա։ Եվ դու Երեմիա, ասիր նրանց, այսպես է ասում Տերը, Իսրայելի Աստվածը, անիծյալ է այն մարդը, որ չլսե այս ուխտի խոսքերին, որ ես պատվիրել եմ ձեր հայրերին այն օրը, որ ես նրանց անեցի Եգիպտոսի երկրիցը, այն երկաթի ընոցիցը, ասելով. լսեցեք իմ ձայնին եւ կատարեցեք, կարող է լսես, բայց չկատարես, էականը կատարելն է, ժողովուրդ։ Լսեցեք իմ ձայնին եւ կատարեցեք, դրանց բոլորովին ինչպես որ ես պատվիրում եմ ձեզ, եւ դուք կլինեք ինձ ժողովուրդ, ով կկատարի, լսողները կդադվեն, եթե լսեն չկատարեն, կրկնակի դատաստանով կդադվեն, բայց ով լսե ու կատարե, ինչպես հայտնության գիրքն ասում, լսողն ու կատարողները կփրկվեն, նրանք կդառնան Աստծո ժողովուրդ, ոնց, որ լսես, մեղքը թողես, կատարելով սուրբ դառնաս, կդառնաս սուրբ Աստծո ժողովուրդ։ Լսեցեք իմ ձայնին եւ կատարեցեք դրանց բոլորովին, ինչպես որ ես պատվիրում եմ ձեզ, եւ դուք կլինեք ինձ ժողովուրդ եւ ես կլինեմ ձեզ Աստված, որպեսզի հաստատեմ այն երթումը, որ արել եմ ձեր այրերին, որ նրանց տամ կաթ եւ մեղր բխող երկիրը ինչպես որ այսօր։ Եվ ես պատասխանեցի ու ասացի. Ամեն, ով Տեր, Երեմիան ընդունեց դա, բայց մնում է Երեմիայի քարոզված ժողովուրդն ընդունի։ Հիմա հովիվը ընդունում է, որ պետք է սուրբ լինի, անձը եւ հոտը, բայց մնում է հոտը ընդունի։ Հոտը ընդունելու համար նա շատ բաներ աղ պիտի համարի, ամեն, որը չի անում շատ հոտի ժողովուրդ։ Ու դրա համար, եթե դու աղբի կողքին ես կանգնում, ուրեմն պետք է հայտնվես աղբանոց աշխարհում, ամեն։ Հոտը պետք է մնա սուրբ, կամ աղբը ընտրա, կամ սուրբ եկեղեցին։ Ընտրում ես աղբը, գնա աղբանոց աշխարհ կամ աղբանոց մեղքով լսված եկեղեցիներ։ Ամեն, տարբերակ չկա։ Եվ Տերը ասաց ինձ, Երեմիային, կանչիր այս բոլոր խոսքերը Հուդայի քաղաքներում եւ Երուսաղեմի փողոցներում ասելով. լսեցեք այս ուխտի խոսքերը եւ արեք նրանց, որովհետեւ ես Աստված եմ խոսում,
որովհետև ես ձեր հայրերին պարզապես խրատեցի այն օրից, որ նրանց անեցի Եգիպտոսի երկրիցը մինչև այսօր, կանուխ վեր էի կենում և խրատում և ասումում միջոցով իրա սուրբ մարգարեների, լսեցեք իմ ձայնին, բայց նրանք չլսեցին և ակաշ չդրին, և ամեն մեկը գնաց իր չար սրտի կամակորությունով է, և ես բերի, Աստված բերեց, և ես բերի նրանց վրա այս ուխտի բոլոր խոսքերը, որ պատվիրել էի, որ անեն, բայց չարին, և Տերը ասաց ինձ, դավաճանություն է գտնվում Հուդայի մարդկանցում և Երուսաղեմի բնակիչներում, նրանք ետ դառան դեպի իրենց առաջի հայրերի անօրինությունները, այս ապստամբությունն ու դավաճանությունը սա արել են Աստծո հանդեպ, դե որ Աստծուն դավաճանում են և Աստծու դեմ ապստամբում են, Աստծո ծառային չեն դավաճանի ու սպանել ուզի, ու վերջում ուզում են սպանենումը Երեմիային, որ այդ դավաճանական խոսքերը չխոսի, որտև իրանք դավաճանել են Երեմիայի Աստծուն։ Նրանք ետ դառան դեպի իրենց առաջին հայրերի անօրինությունները, որ մերժեցին լսել իմ խոսքերը, և նրանք գնացին ուրիշ աստվածների ետևից, որ նրանց ծառայեն, Իսրայելի տունը և Հուդայի տունը քանդեցին իմ ուխտը, ոնց անարգեցին Աստծո խոսքը, գնացին իրենց կրքոցանկությունների հետևից։ Այս ինչպես այսօրվա ազատ եկեղեցիները, Սուրբ գրքի օրենքն ասում ես գրված չէ, որ ես ու դու պետք է լինենք սուտ խոսքը մնա ճշմարիտ։ Ինչու գրքով չեք շարժվում։ Ասում այ կրոնամոլ, այ օրինապաշտ, այո ես օրենքը պաշտող սիրող եմ, դու էլ մեղքն ես պաշտում սիրող։ Իսրայելի տունը և Հուդայի տունը քանդեցին իմ ուխտը, որ արել էի նրանց հայրերի հետ։ Վասն որոյ Տերը այսպես է ասում, ահա ես նրանց վրա չարիք եմ բերելու, որից նրանք չեն կարողանալ դուրս գալ, և կկանչեն դեպի ինձ, բայց ես նրանց չեմ լսիլ, և Հուդայի քաղաքները և Երուսաղեմի բնակիչները կգնան և կկանչեն այն աստվածներին, որոնց իրենք խունկ էին ծխում, բայց նրանք բնավ չեն օգնիլ նրանց իրենց տեղության ժամանակին։ Ոնց օգնեն, որ քամոսի գլուխը ջարդում ես իրեն չի կարում պահի, մողոքի վիզը կտրես չի կարում իրեն պաշտպանի, քեզ կպաշտպանի այ անխելք մարդ։ Դու քարի կողքին կանգնում ես, քարես կպցնում, ասում ես գործից հաջողություն տուր, բայց դու պոռնկության ու շնության մեջ ես, այդ քարը քեզ կփրկի, եթե շնությունը թողես, քարերը արարող Աստված քեզ կարա փրկի, ամեն, և օրհնի։ Որովհետև քո քաղաքների չափ եղան քո աստվածները, ով Հուդա, և Երուսաղեմի փողոցների չափ սեղաններ եք շինել ամոթի համար, սեղաններ, որ բահաղին խունկ ծխելու համար են, բայց դու արդեն եսի գնաց Երեմիային ասում, բայց դու մի աղոթիր այս ժողովրդի համար, սրանք հավատացյալներ են, սրանք հրյաներ են, բայց որ իրանք գիտակցաբար թողել են Աստծո օրենքը, ապստամբել են Աստծո դեմ, գնացել են մեղքի հետևից, ասում է էլ չաղոթես, հիշեք Սավուղի համար էլ ասավ էլ չաղոթես։ Երեմիա մարգարեության մեջ ուղիղ 3 տեղ ասում է 7:14, 11:14, 14:11, ուղիղ ասում է էլ չաղոթես սրանց համար, իմի ժողովուրդ մի մեղքը անընդհատ շահարկեք, որ չլասել կարեն, չաղոթես դրա համար կտրի և դուրսան սրան, սա ապաշխարող չի։ Կգա ժամանակ, որ Սուրբ Սամվելների, Սուրբ Մովսեսների, Սուրբ Երեմիաների բարեխոսությունը կմերժվի, ասում է դու սուրբ ես, բայց էլ չաղոթես սրանց համար, չեմ լսելու։ Դու չես տեսնում ինչ են անում Երուսաղեմի փողոցներում, այդ անարժանների համար ոնց ես աղոթում։ Երբ կդառնան, կզղջան, կգան կասեն Երեմիա աղոթ կարավոր ներվի, երբ կդառնան կհասկանան, այն ժամանակ նոր կաղոթես, ամեն։ Բայց դու մի աղոթիր այս ժողովրդի համար, և նրանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, որովհետև ես չեմ լսելու նրանց դեպի ինձ կանչած ժամանակը նրանց չարիքի համար, որ որոշել եմ
Պտի բնաջինջ անեմ, ամեն, ու արավ։ Ինչ ունի իմ սիրելին, էսի Աստվածը խոսում Ուդայի մասին։ Ինչ ունի իմ սիրելին իմ տանը, հասկանում եք, տաճարում, բան չանում են, ձևականետում գալիս է։ Շատ անօրինեություններ գործելով Սուրբ միսը խորհուրդը օրհնությունն է։ Սուրբ միսն էլ պիտի անց կենա քեզանից, որ դու չարություն անելիս ուրախանում ես փոխանակ զղջաս։ Սուտ է խոսում, հանդիմանում եմ խնդումը։ Փոխանակ խղճահարվի, որ ասում եմ մեռամ ինչև եկա։ Խնդումը լավ դողբեր ինչի է դևեսն, եթե ազատ մեղքը խմենք, էլի թող ազատ սուտը խմենք։ Ինչ ունի իմ սիրելին իմ տանը, շատ անօրինեություններ գործելով Սուրբ միսն էլ պիտի անց կենա քեզանից, որ դու չարություն անելիս ուրախանում ես։ Ստեղ կա տպագրական թերություն, 16-ի առաջից բացեք ու կասեմ որտեղից փակեք։ Կանաչ ձիթենի գեղեցիկ բարեպտուղ կոչեց Տերը քո անուն էսի Հուդային։ Հիմա կարդում եմ ինչ անունա դրե։ Տերը Հուդային գեղեցիկ եւ օրհնված ձիթենի անվանեց սկզբումը։ Տերը Հուդային գեղեցիկ եւ օրհնված ձիթենի անվանեց սկզբումը։ Բայց մեծ աղմկի ձայնով կրակ վառեց նրա կողմով։ Ինչ արա, բերես մարդկաց բնաջնջեցին, ժամանակին օրհնված էր պահապանում էր, որտեղ սուրբ էր, որ օրհնվել էր։ Հիմա որ ծռվավ, կանչեց հալածողների, որ վառեն։ Բայց մեծ աղմկի ձայնով, աղմկալի ձայնով, էլի մեծ շուխուրով, աղմկի ձայնով կրակ վառեց նրա Հուդայի կողմովը եւ նրա ոստերը կոտրատվեցան, ամեն, ջարդուփշիր արին, վառին, գերի արին, տարան Բաբիլոն գերի, ամեն։ Եվ զորաստերը, որ քեզ տնկել է Հուդային, չարիք է խոսել քեզ վրա, ոչ թե տնկեց ու չարիք խոսավ, ասավ եթե ուղիղ քայլես կօրհնվես։ Ու այդ մեն օրդությունները տվեց, չէ՞ Մովսես 10 ինչ խոստացել էր տվեց, բայց նաև ինչ չարիք խոստացել է, էդ էլ է տալու, եթե իրեն թողեք եւ օտար աստվածների երկրպագություն անեք։ Զորաստերը, որ քեզ տնկել է, քեզի օրհնել էր ժամանակին պահում էր, հիմա ասում է չարիք է խոսել քեզ վրա։ Իսրայելի տան եւ Հուդայի տան չարության համար, հասկացաք, որ իրենք արին Բահաղին խունկ ծխելով, որ ինձ բարկացնեն, և Տերը ինձ, Երեմիային ասում, և Տերը ինձ իմացրեց, և ես գիտեմ, թե ինչ այլանդակություններ է կարել, որի համար պիտի պատժվեք դուք, և Տերը ինձ իմացրեց, և ես գիտեմ, դու Աստված, ինձ ցույց տվիր այն ժամանակ նրանց գործերը, որ գործերը, պիղծ գործերը, և ասեցիր այս չարիքի համար, բա չպատժեմ ձեզ, որ Երեմիան գնում է դռները բացում է կինոներ նկարած, թագավորի կուռքերը հանում է, ասում է սրա պատճառով, բա չպատժի ձեզ Աստված։ Բայց ես, Երեմիան է խոսում էլի, բայց ես մի ընտելացած, գարի պես էի, մի ամիտ, անմեղ իրականից, Հիսուսով էլի արդեն որ փոխվել էր, բայց ես մի ընտելացած, գարի պես էի, որ տարվում եմ մորթվելու, Երեմիայի կյանքին դավ եմ պատրաստել հենց իր հարազատները, ամեն, բայց նա չի իմանում, մանուկի պես վստահում է, բայց Տերը զգուշացնում է։ Բայց ես մի ընտելացած գարի պես էի, որ տարվում էի մորթվելու եւ չգիտեի, թե ինձ դեմն են գություն են հնարում, թե փչացնենք ծառը իր պտղովը, Երեմիան այսի, և նրան բնաջինջ անեն կենթանյաց երկրիցը, և նրա անունը այլևս չէ հիշվի, մենակ անունը լսելով զզում էին, որ ասում են Երեմիան այսպես կսե, ասում են չխոսակ, հիմա էլ իմ անունը չէ թե զզվելու, անս չեն ուզում լսեն շատ աղանդավորներ, ոչինչ, կարևորը սրբերն ուզում են լսեն։ Տեսեք, զզվանք ապաճարում արդեն, նրա անուն էլ, անունից հետո ինչ ասում Երեմիան, դե բնականաբար իրենց հակառակ պտի խոսի, հիշում եք Ակաբը, որ Միքայի համար ինչ ասավ, ասավ էդի միշտ ընձի հակառակ է խոսում,
Բա որ դու ասում ես հակառակես նա էլ ասու կոմքն է խոսում, բայց էս պետք է լինի, ամեն։ Բայց ես մի ընտելացած գարի պես էի, որ տարվում էի մորթվելու եւ չգիտեի, թե ինձ դեմ նենգություն են հնարում, թե փչացնենք ծառը իր պտղովը եւ նրան բնաջինջ անեն կենթանյաց երկրիցը։ Եվ նրա անունը այլևս չհիշվի, սակայն ով զորաստեր արդար դատավոր, երիկամունքներն ու սրտերը քննող, թող տեսնեմ քո վրեժը նրանցից, որովհետև իմ վեճը, իմ դատելի, քեզ վրա եմ գցել, դեսի հին ուխտներ ատամի տեղը ատամ էր Երեմիան տալում, բայց նոր ուխտում պետք է մենք բարեխոսենք մեր թշնամիների համար, ասենք Տեր մենք քո աչքի բիբն ենք, դու չես թողի մեզ կբնեն, ամեն, նրանց արազները մեղք մի սեպիր ապաշխարության առաջնորդ է։ Սրա համար այսպես է ասում Տերը Անաթոթի մարդկանց համար, Անաթոթը Երեմիայի ծննդավայրն էր, հայրենիքը, ամեն, որոնք որոնում են քո հոգին, Երեմիա, քո հոգին ասելով, մի մարգարեանար Տիրոջ անունով է, որ մեր ձեռքով չմեռնես, տեսնում եք, եթե դու Տիրոջ անունով ուղիղ բաներ ես խոսում, մեզի հակառակը կմորթենք քեզ։ Այսօրվա օրերը չէ, որ մեկը լնում է ասում է ապաշխարակինը տնչե տենց ամբարուակ է, հաջորդ օրը վռնդում են դուրս։ Չեն մորթում, դատապարտեցիք ու սպանեցիք ձեզանից արդարներին, որ ձեզի հակառակ չխոսեն։ Չի կարա թե մի Երեմիա ծնվի ու տեսի ամբարու ակուկոպ չխոսի։ Չի կարա թե մի Երեմիա վեր կենա ու տեսի ծուռ են քարոզում չանդիմանի հովին ու քարոզիչին։ Ինչ ճակատագիր է սպասում փարիսեցիների մոտ ընկած Հիսուս Քրիստոսի զավակին, դատել, խաչել ու դուրս վռնդել։ Այդտենց արին Պողոսին, սպանել Պողոսին, արեթասին ասեն, որ մորթի սրան, ամեն, բայց իրանց աջ ձեռն էր Պողոսը, ճիշտ է, հենց ուզեցավ ճշմարիտը խոսել ու իրանց հակառակվել, ասին մորթենք սրան։ Հասկանում եք նրանց մեջ չկա սեր, կեղծա, իրանց եղբայրն էր ամենաուժեղ առաջամարտիկը քրիստոնյաներին մորթելու մեջ, բայց հենց մի հատ լավ, ասենք տկարացեմ մոլորվել է, չգնաք ճանք թափեք ետ բերեք, մորթեք սրան, որտեղ սեր չունեն, գուտ չունեն, խիղճ չունեն, Ստեփանոս իրանց եղբայրը քարկոցին մեռավ։ Սրա համար այսպես է ասում Տեր Անաթոթի մարդկանց համար, որոնք որոնում են քո հոգին, Երեմիա, ասելով. մի մարգարեանար Տիրոջ անունով է, որ մեր ձեռքով է չմեռնես, վասն որոյ այսպես է ասում Զորաստերը, ահա ես, Աստված, այցելություն պիտի անեմ նրանց այդ Անաթոթի մարդկանց, որոնք Երեմիային ուզում էին վնասեին։ Ահա ես այցելություն պիտի անեմ նրանց, ընտիրները սրով պիտի ընկնեն, նրանց որդիքը և նրանց աղջիկերքը սովով պիտի մեռնեն, և մնացորդ պիտի չունենան նրանք, որովհետև ես չարիք եմ բերում Անաթոթի մարդկանց վրա, նրանց այցելելու տարին։ Ամեն։ Այսքանով ավարտեցինք Երեմիա մարգարեության 11-րդ գլխի սերտողությունը, ամեն։ Երեմիա 12-րդ գլուխ։ Երկրի թշվառ վիճակը նրա բնակիչների մեղքի համար, հասկացաք, երբեք չես գտնի նրա բնակիչների սրբության համար թշվառ վիճակում լինի երկիրը։ Երկրի թշվառ վիճակը նրա բնակիչների մեղքի համար, դրացի ազգերի մասին մարգարեություն, այսի արդեն Էթանոս ազգերի մասին մարգարեություն։ Արդար ես դու, ով Տեր, երբ որ վիճեմ քեզ հետ, Երեմիան է խոսում։ Սակայն իրավացի բաներ եմ խոսում քեզ հետ, ինչու համար հաջող է ամբարիշտի ճանապարհ, այսի հավատքի մեջ եղած մեղքասերի մասին է խոսում, էլի որ իրան հալածում էին։ Ժամանակավոր է հաջող, նրանք հիմնական հաջողություն չունեն, այդտենց հաջողություններ ճոխավտոներն են, ճոխակուկապը ու որ կրամոլի նման ուտել է, ես էդի հաջողություն չեմ համարում, այդ փառավորվել, այդ որ կրամոլությունը չարիք ամեն։ Ինչու համար հաջող է ամբարիշտների ճանապարհը, կռապաշտ Հուդայանց նկատի ունի Երեմիան։ Հանգիստ են բոլոր
նենգություն գործողները։ Դու Աստված ասում արդեն, դու նրանց տնկեցիր, էսի դու ես չէ նրանց տնկե, աճեցրե, ընչեն համ շեղված, համ էլ օրհնված։ Բայց ես ասում եմ, սա օրհնություն չէ, սա ժամանակավոր է ու իրանք չարիքի մեջ։ Դու նրանց տնկեցիր եւ նրանք արմատացան, աճում են եւ պտուղել են բերում։ Դու Աստուն ասում, դու մոտ ես նրանց բերանին, տեսեք, Աստծո խոսքը նրանց բերանի վրա, բայց հեռու ես նրանց երիկամունքներից, սրտից, գործ չունեն, մենակ բերանով ոնց է ասում Եսային ու Հիսուսն էլ այդ խոսքերը որ կրկնում է, որ նրանք զուրտեղն են պաշտում, մարդկաց պատվիրած ավանդությունները վարդապետություն են սարքի ամեն։ Դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու ես նրանց երիկամունքներից։ Դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու նրանց երիկամունքներից։ Եվ դու ով Տեր, գիտես ինձ, դու ինձ տեսար եւ քննեցիր իմ սիրտը քեզ մոտ։ Ջոկիր նրանց մորթվելու ոչխարների պես եւ որոշիր նրանց սպանման օրվա համար։ Տեսի ոտամի տեղն ոտամա, աչքի տեղը աչ, որ ուզում են ինձ սպանեն, դու սպանա նրանց։ Պատկերացնում եք։ Բայց հոգևորը իսկական, քրիստոնյան էսես չի։ Տեր, ներիր, հայր, ներիր, կույրեն չեն հասկնում, իրենց արածները մեղք չսեպես, հիվանդ ասա, հիվանդ, դիվար։ Եվ որոշիր նրանց սպանման օրվա համար, մինչև երբ պիտի սուկ անե երկիրը, Հուդայի երկիրը նկատի ունի, մինչև երբ սուրբ պիտի անե երկիրը, եւ բոլոր դաշտի խոտը չորանա, նրանում ուշադիր բնակողների չարության համար, երաշտաթափ է, նզով քայիչ է, փչանում են անասունն ու թրջունը, որ նրանք ասում են, նա պիտի չտեսնե մեր վախճանը։ Ես էլ մեր վախճանը չի գալու, լավ է լինելու, ամեն սուտ ույսեր են տալիս, բայց սովը երաշտը պատել է։ Հիմա էսի Աստված է պատասխանում Երեմիային 5-րդ խոսքից։ Եթե դու հետևակների հետ վազեցիր եւ նրանք քեզ հոգնեցրին։ Պատկերացնում ես ճնճին, արդեն սա տրտնջի նման է Երեմիայի խոսքերը, էլի Աստծո։ Եթե դու Երեմիա հետևակների հետ վազեցիր եւ նրանք քեզ հոգնեցրին, հապա ինչպես պիտի մրցեիր ձիերի հետ, ձիերն ավելի օրագ են, չէ՞ վազում։ Ավելի մեծ փորձություններ եթե տենաս Երեմիա, այդ ժամանակ ինչ ես անելու։ Հապա ինչպես պիտի մրցեիր ձիերի հետ եւ խաղաղության երկրի վրա դու որ ապահով ես, ապա ինչպես պիտի անեիր Հորդանանը բարձրանալիս։ Մի խոսքով ես հալածանքը չեն բան է, իմացել դու խաղաղության մեջ ես։ Բավորեն մեծ փոթորիկը հեղեղները կան, Հորդանանը բարձրնա։ Դու սրան չես դիմանում, տրտնջում ես։ Բայց Հորդանանը որ հանեմ դեմդ իշ կլինես։ Ինչպես պիտի մրցեիր ձիերի հետ եւ խաղաղության երկրի վրա դու որ ապահով ես, ապա ինչպես պիտի անեիր Հորդանանը բարձրանալիս։ Որովհետև քո եղբայրներն էլ եւ քո հոր տունն էլ հենց նրանք էլ նենգություն արին քեզ դեմ։ Պատկերացրու քո ամենամոտիկներն են, որ դու չէիր էլ կասկածում, որ ասես ոյ իմ հերը դժվար ընձի բանոն է էլի, ասում եմ աշխարհի կա, հա, մեջը սատանա կա, հա, ասում եմ ինչի իմպրնի է իր մեջի սատանեն։ Հենց սատանան տենում է դու որ մի իրա ծառայի վրա բարի բանում հույս ունես։ Նրան անումը քո դեմը մեջքիցը թարվածում, ամեն։ Ով ունի սատանա իր մեջ, չսպասեք լավ բան, լավը ժամանակավոր է, տալիս է ու գլուխը տուտում է։ Իսկ եթե դու միշտ զգուշ ես իրա կատարած բոլոր հնարքները զգում ես, չես վնասվում, ամեն։ Դու իրանցից լավ բան մի ակնկալեք, ինչքան էլ տան, ձևականը տալում են, որ դու համոզվես, չափից ավել վստահես, որ գլուխը տուտեն, թակարդի վրի թոթոլ միսնա։ Որսորդը չկերը դրե աղվեսի համար։ Ամեն, ատես բան գնի չավատակ։ Եսը տենց եմ, չեմ վստահում ու չեմ վնասվում։ Ու տեսնում եմ ով վստահում է ու շատ է շփվում, ինքը վնաս է կրում։ Նրանք եկել են սատանայի կողմից ուղղորդվել են քեզ հարստահարելու համար օքեպես։
Երուսաղեմից դուք քեզ կիջեցնեն Երիքով, դիր քաղաք պաշտամունքը կթողես, կգնես իր ձեռքը, իր ծառաների, այդ սուտ մարմնավոր բարեկամների, կհարստարեն, կվիավորեն, կիսամերկ կթողեն ու կգնան, ամեն, կմոռնան, որ դու իրաց բարեկամ էիր։ Բայց Իզուր ասում Երուսաղեմից իջավ Երիքով, դա յուրաքանչյուր հոգևորին ավերաբեր։ Որովհետև քո եղբայրներն էլ եւ քո հորտունն էլ հենց նրանք էլ նենգություն արին քեզ դեմ։ Հենց նրանք էլ կանչեցին բարձրաձայն քո ետևից։ Դու նրանց մի հավատար, հալելույա, թեև քեզ լավ բաներ էլ ասեն։ Ամեն, նույն բանը խոսեց Տերը էլի։ Ես ձգել եմ իմ տունը, Աստված ասում, իմ տունն եմ արդեն մորցել, իրաց պղծության պատճառով, էլ վիրը տե կխնայեմ։ Ես ձգել եմ իմ տունը, Աստված ասում, բարձի թողի եմ արել իմ ժառանգությունը, իմ հոգի սիրածը տունը, տաճարը, տվի իր թշնամիների ձեռքը։ Հուդայի մեր չէ, տաճարը, իմ հոգիի սիրածը, թե ամեծ ժողովուրդը նկատի ունի, որ ժամանակին շատ սիրում է, թե տաճարը, տվի իր Հուդայի թշնամիների ձեռքը։ Իմ ժառանգությունը ինձ համար եղավ անտառի առյուծի պես։ Նա իր ձայնը արձակեց ինձ վրա, չէ ապստամբեց Աստծո արարած ժողովուրդ ապստամբեցին Աստծու դեմ։ Նա իր ձայնը արձակեց ինձ վրա, սրա համար ես Աստվածախոսում ատեցի նրան, զզվեցի էլի, այդ պղծված Հուդային։ Իմ ժառանգությունը մի գույնզգույն թրջուն է եղել ինձ համար, էսի Աստվածախոսում Երեմիայի բերանով։ Թրջունները արձակվել են նրա վրա շուրջանակի, եկեք հավաքվեցեք ով դաշտի բոլոր գազաններ, բերեք որ ուտեն նրան, այդ Հուդայի կռապաշտ Հուդայի մարմինները նաև ոգևորապես հասկացեք, որ Նավուգոդոնոսորը գազանաբարո արձակավ եւ կերավ այն ամեն եկամուտը ինչ որ Հուդայում կար, երկու տեսակն էլ հասկացեք։ Շատ հովիվներ ավրել են իմ այգին, ոտնակող են արել իմ բաժինը, իմ ցանկալի վիճակը Հուդան, ամայի անապատ դարձուցին, համեսի հասկացեք Հուդան, համ հասկացեք մեր օրերում կռապաշտ եկեղեցիները, որ ես վարսկան հովիվները ավերակ դարձեցին, սովի մատնեցին ու սպանեցին, դրա համար սա հիվան դիվար ցավագեր են, համայր առողջ մարդ չկա, շատ հովիվներ, ստե որ ասում է, ընդունեք վարսկան հովիվներին նաև, երկու տեսակ հասկացեք, շատ հովիվներ ավրել են իմ այգին, Հուդան մեր օրերում խոսքի շեղված քրիստոնյա եկեղեցիները, ավիրել են իմ այգին, ոտնակող են արել իմ բաժինը, իմ ցանկալի վիճակը ամայի անապատ դարձուցին, նրան անապատ դարձրին, նասուկ արավ իմ առաջին, իբրև անապատ, ավերակ է դարձել բոլոր երկիրը, որովհետև մարդ չկա, որ ուշ դարձնե, ինչին, Աստծուն ու Աստծո օրենքներին։ Անապատումը բոլոր բլուրների վրա ասպատակներ եկան, այս ասպատակները Էթանոս այդ ազգերն են, արդեն դրանց մասին է, որովհետև Տիրոջ սուրը ուտում է երկիրը, մեկ ծայրից մինչև երկրի մյուս ծայրը, Աստված Հեթանոս թագավորներին բերեց բնաջինչ անելու Հուդան, ամեն, իրանց մեղքերի համար, դրա մասին է խոսում, անապատումը բոլոր բլուրների վրա ասպատակներ եկան, որովհետև Տիրոջ սուրը ուտում է երկիրը մեկ ծայրից մինչև երկրի մյուս ծայրը, խաղաղություն չկա ոչ մի մարմնի վրա, դա որ լսվեն թշնամիները, նույնը որ դևերի մի լսվել են ցավերը բերել են եկեղեցի խաղաղություն կա նրանց վրա, ցավերի մեջ տնքում են, տառապում են, հնչեսես, ատուշ չարանում են, ատում են, բամբասում են, ամեն, չկա խաղաղություն։ Այսին Հուդայում եւ այսօրվա շեղված քրիստոնյա եկեղեցիներում, որտեղ թշնամու բանակներով, դևերով լիքն է, իսկ իշտա թշնամու բանակի ներկայությունը մեղքեր, հիվանդություններ, ցավեր, դրանից առաջանում է տրտունջ, լաց, բամբասանք, Աստծու դեմը կռիվ պատերազմ, ամեն։ Նման է, չէ՞,
Պետք է հոգով տեսնես կապը։ Նրանք ծորեն են ցանել, բայց փուշ ընձեցին։ Աշխատանք են քաշել, օգուտ չտեսան, եկամուտ չմնաց։ Եվ դուք պիտի ամաչեք ձեր արդյունքներից, ձեր աշխատանքի արդյունքը տենալով պետք է ամաչեք, խայտառակ ելնեք հեթանոսների դեմը։ Եվ դուք պիտի ամաչեք ձեր արդյունքներից, ստացած եկամուտներից, Տիրոջ բարկության բորբոքման համար։ 14 խոսք, արդեն սրանից խոսում է չար հեթանոսների մասին, դրացի ազգերի մասին մարգարեություն, որ վերնագրում գրված է, 14 խոսքից։ Այսպես է ասում Տերը իմ չար դրացիների համար, հեթանոս ազգերի, որոնք դպչում են այն ժառանգությանը, որ տվել եմ իմ Իսրայել ժողովրդին, որոնք արձակման եկան կերան Իսրայելին։ Թեկուզ Տերը խամեցա, բայց վերջում պատիժ է տալիս նրանց, ամեն։ Ահա ես Աստված, նրանց պիտի խլեմ իրենց երկրի երեսիցը, եւ Հուդայի տունը պիտի խլեմ նրանց միջիցը։ Այսի արդեն որ գնացել են գերի, ես նրանց ետ եմ բերելու, բայց նրանց էլ պատժելու եմ, ամեն, ինչպես արավ Բաբելոնին, ինչպես արավ Նաբոգոդոնոսորին, որտեղ նրանք չափից ավել պատժեցին Իսրայելին։ Ահա ես նրանց պիտի խլեմ իրենց երկրի երեսիցը, հեթանոսներին, եւ Հուդայի տունը պիտի խլեմ նրանց միջից։ Եվ երբ որ ես Աստված նրանց խլած կլինեմ, հետո ետ կդարձնեմ եւ կողորմեմ նրանց, տեսեք բոլոր հեթանոս ազգերից հազարամյակ պիտի մտնեն, ամեն։ Եվ երբ որ ես նրանց խլած կլինեմ, հետո ետ կդարձնեմ եւ կողորմեմ նրանց, եւ ետ կդարձնեմ ամեն մեկին իր ժառանգությունը, եւ ամեն մարդին իր երկիրը, այսօր տեսնում եք, որ կատարվում է, թե ինչն է պատճառը, սաղ ետ են վերադառնում իրենց հայրենիքները։ Ճիշտ է, շատ մոտ է հազարամյակը։ Մարգարեությունը եւ կատարվում է։ Եվ ետ կդարձնեմ ամեն մեկին իր ժառանգությունը եւ ամեն մարդին իր երկիրը։ Երեմիա 12:15 խոսք։ Որ հետ վերադարձ պիտի լինի ու ոնց նայում եք, ամենը փափագում է, որ իր երկիրը մնա։ Մենակ Հայաստանում հետ վերադարձը սկսվել է։ Ես մենակ խոսեմ Հայաստանի մասին էլ որ։ Եվ եթե նրանք, այդ հեթանոս ազգերը, լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները, պահեն իմ պատվիրաններն էլի, որ իմ անունով երթում անեն թե կենդանի է Տերը, հեթանոս ազգերը, ինչպես որ սովորեցրին իմ ժողովրդին բահաղով երթում անելը, այն ժամանակ պիտի հաստատվին իմ ժողովրդի մեջ, ալելույա։ Բայց եթե չլսեն, պիտի խլեմ այն ժողովուրդը բոլորովին եւ նա պիտի փչանա, ասում է Տերը։ Սի խոսում էր բոլոր ազգերի մասին, չէ՞։ Բոլոր ազգերից շատերը պիտի ապաշխարեն, իսկ ով չապաշխարի, պիտի բնաջինջ լինի նեղության եւ մեծնեղության շրջանում։ Ամեն։ Փառավորի մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Այսքանով ավարտեցինք Երեմիա 12-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության եւ սրբության մեջ։ Խաղաղության ետևե եղեք ամենուհետ եւ սրբության, քանզի առանց խաղաղության ու սրբության մեկը Սուրբ Տիրոջը չի տեսնի։ Ամեն։ Սրանք ամփոփող են։ Տերը ձեզ հետ։ Ամեն։ Ամեն։